Քաոս է Թուրքիայում, ավելի հարմար բառ ցույցերը լուսաբանող լրագրողները չեն գտնում։ Ստամբուլում կիրակնօրյա մեծ հանրահավաքը դաժան բախումներով է ավարտվել։ Ռետինե փամփուշտներ, մահակներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, բոլոր հնարավոր միջոցները գործի է դրել ոստիկանությունը զսպելու թուրք ցուցարարներին։ Russia Today լրագրողը պատմել է, որ թուրք ոստիկանները ծեծել են իրեն ու օպերատորին։ Երեք ցուցարարները սովորականից ավելի ագրեսիվ են եղել, քանի որ դատարանը Ստամբուլի ձերբակալած ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Նա հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։ Մինչդեռ Իմամօղլուի աջակիցները երեք նրան են ընտրել ապագա նախագահական ընտրություններում որպես ժողովրդահանրապետական կուսակցության միասնական թեկնածու։ Պրայմերիզում Ստամբուլի պաշտոն անկարված քաղաքապետի օգտին է քվեարկել մոտ 15 միլիոն մարդ։ Որպես Թուրքիայի քաղաքացի մենք իրավունքներ ունենք, որոնցից մեկը քիչ առաջ իրացրեցի քվեարկելով Իմամօղլուի օգտին։ Այսօր լավ օր է, երեկվա հուսահատությունը մեծ հույսի վերածվեց, երբ տեսա այսքան քվեարկողների։ Որպես ազգ մենք շատ դժբախտ ենք, Իմամօղլուն վայելում է ամբողջ ազգի սերն ու հարգանքը, բայց բանտարկված է։ Իմամօղլուն բանդից արձագանքել է քվեարկության արդյունքներին։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք տառապում են իշխանության ճնշումներից, քայքայված տնտեսությունից, անկարողությունից ու ապօրինություններից, քվեարկել են եւ Էրդողանին ասել՝ բավական է։ Ըստ կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի, ընտրության այդ արդյունքը կասկածի տակ է դնում Թուրքիայի գործող նախագահի լեգիտիմությունը։ Ուստի երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Իսկ ինչ կփոխվի Թուրքիայի քաղաքական կյանքում հնարավոր իշխանափոխությունից հետո։ Փորձագետները նկատել են, որ այս օրերին Թուրքիայի փողոցներ դուրս եկածների մեծ մասը ազգայնական է, հիմնականում աղքատ ընտանիքներից։ Ցուցարարների առաջին շարքերում երևում է թուրք ծայրահեղականների գլխավոր խորհրդանիշ Գորշ Գայլեր ժեստը։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։